Մեկուսացված մենատանը մի տարեց կին փորձում է շնչել, երբ նկատում է, որ իր դեղերը խորհրդավոր կերպով անհետացել են։ Այն, ինչ թված պահպանում, ի վերջո բացահայտվում է որպես դաժան դերաբաշխում ընտանեկան անդամի կողմից կազմակերպված։ Սակայն անսպասելի դաշնակցությունը հույս է ներշնչում ազատագրման, մինչ ուշ չլինի։ Թռչունների ձայնը ազդարարում էր Սմեկ արածակ Սուրբ Հելենայի ագարակում, որը գտնվում էր Գյումրիի մերձակայքում, Շիրակի մարզում։ Տարածքը իր ընդարձակ այգիներով վերանորոգված գաղութային ճարտարապետությամբ վեհորեն կանգնած էր հարյուրամյա էվկալիպտներով շրջապատված բլրի գագաթին։ Դա այնպիսի վայր էր, որը դեկորատիվ ամսագրերը սիրում էին լուսանկարել, իր լայն պատշգամբներով, թանկարժեք փայտե հատակներով, կահույքով, որը սերունդների պատմություններ էր պատմում։ Սակայն այդ օգոստոսյան առավոտյան արևելյան թիսենյակներից մեկում սպասված հանգստությունից շատ տարբեր մի բան էր տեղի ունենում։ Բեատրիս Ալմազյանն արթնացավ այն զգացումով, որ աշխարհը պտտվում է իր շուրջը։ 73-ամյա կինը փորձեց բացել աչքերը, բայց վարագույրների ճեղքերից ներթափանցող լույսը կարծես ծակում էր նրա գլուխը։ Սուր աղմուկը լցրել էր նրա ականջները, մինչդեռ նրա սիրտը անկանոն ռիթմով էր բաբախում, ինչը վախեցնում էր նրան։ Նա ձեռքը դրեց կրծքին, զգալով բաբախումները իր բամբակե գիշերանոցի միջով։ Ինչ-որ բան այն չէր։ Շատ այն չէր։ Ջանքերով նա նստեց անկողնում, հենվելով եղնու փայտից պատրաստված մահճակալի կողքի սեղանին, որը պատկանում էր իր մորը։ Նրա շնչառությունը կարճ ու հիհ էր, կարծես բարձրացել լիներ կտրուկ աստիճաններով։ Բեատրիսը ծանոթ էր այդ զգացողությանը։ Դրանք բարձր ճնշման ախտանշաններ էին, մի բան, որի հետ նա ապրում էր տարիներ շարունակ, վերահսկում էր ամենօրյա դեղորայքով։ Նրա մատները դողում էին, երբ նա հասավ դեղահաբերի շշին, որը միշտ թողնում էր այնտեղ ջրի բաժակի իր հանգուցյալ ամուսնու, Ռոբերտի շրջանակված լուսանկարի կողքին։ Շիշը վերցնելիս նա զգաց, որ այն չափազանց թեթ է։ Դժվարությամբ պտտեց կափարիչը, նրա արթրիտիկ մատները բողոքում էին ջանքերից։ Երբ վերջապես կարողացավ բացել այն, նրա սիրտն ավելի արագ բաբախեց։ Շիշը լիովին դատարկ էր։ Ներսում ոչ մի դեղահաբ չկար։ Նա շրջեց տարան, թափահարեց այն ափի մեջ, հուսալով, որ գոնե մեկ մոռացված հաբ դուրս կգա։ Ոչինչ։ Բացարձակապես ոչինչ։ Խուճապն սկսեց տիրել նրա կրծքին, ավելանալով ֆիզիկական ախտանշաններին, որոնք արդեն տանջում էին նրան։ Բեատրիսը նայեց պատի ժամացույցին։ Առավոտյան ժամը 7:30 էր։ Նա դեղորայքը կրոնականորեն ընդունում էր ժամը 7-ին ամեն օր։ Ինչպես կարող էր շիշը դատարկ լինել։ Նա բացարձակապես վստահ էր, որ երեկ երեկոյան, երբ քնելուց առաջ ընդունել էր դոզան, դեղահաբեր կային։ Նա հստակ հիշում էր մնացածները հաշվելը։ Առնվազն 5։ Միգուցե 6։ Նա փորձեց վեր կենալ, բայց նրա ոտքերը թուլացան։ Հենվեց մահճակալի գլխակալին, խորը շունչ քաշելով, փորձելով հանգստանալ։ Սենյակն ավելի մութ էր թվում, քան պետք է լիներ այդ ժամին։ Վարագույրները գրեթե ամբողջությամբ փակ էին, միայն մի շերտ լույս թողնելով։ Նա միշտ քնում էր բաց վարագույրներով, սիրում էր արթնանալ բնական լույսով։ Ինչու՞։ Էին դրանք փակ։ Դանդաղ անվստահ քայլերով Բեատրիսը մոտեցավ սենյակի դռանը։ Յուրաքանչյուր շարժում հսկայական ջանք էր պահանջում։ Գլխապտույտը ստիպում էր նրան սայթաքել, նա պետք է ժամանակ առ ժամանակ հենվեր պատին։ Հասնելով դռանը, նա պտտեց բռնակը, բացեց այն, թույլ տալով, որ միջանցքի լույսը ներթափանցի սենյակ։ Կոնտրաստը ստիպեց նրան մի քանի անգամ թարթել աչքերը, հարմարեցնելով տեսողությունը։ Օգնեք, թույլ ու խռպոտ ձայնով կանչեց նա։ Ինձ օգնություն է պետք։ Լռություն։ Միայն միջանցքի պատի ժամացույցի տիկ-տակը պատասխանեց նրա կանչին։ Ագարակը, չնայած մեծ էր, ուներ աշխատակիցներ, որոնք սովորաբար շրջում էին վաղ առավոտից։ Ուր էին բոլորը։ Բեատրիսը կրծքավանդակում սեղմում էր զգում, որը բարձր ճնշման հետ կապ չուներ։ Դա այլ սեղմում էր, ծնված վախից, անորոշությունից։ Խնդրում եմ, ինչ-որ մեկը կարող է ինձ օգնել, նորից փորձեց նա, այս անգամ մի փոքր բարձրացնելով ձայնի տոնը, ծախսելով թանկարժեք էներգիա, որը չուներ։ Քայլեր։ Վերջապես, քայլեր արձագանքեցին լայն տախտակներով միջանցքում։ Դրանք ամուր, վճռական քայլեր էին, բարձրակրունկներով։ Բեատրիսը անմիջապես ճանաչեց ձայնը։ Դա Լիվիան էր, իր հարսը։ Իր միակ որդու, Էդուարդի կինը։
Լիվիան հայտնվեց սենյակի դռան մոտ, գոտկատեղին կապած փղոսկրագույն մետաքսե խալաթով, շագանակագույն մազերը կատարելապես սանրված, չնայած առավոտյան ժամին, մի արտահայտությամբ, որը Բեատրիսը չկարողացավ ամբողջությամբ վերծանել։ Նրա աչքերում ինչ-որ բան կար, ինչ-որ բան, որը կարծես տատանվում էր մտահոգության զայրույթի մեջ։ Տիկին Բեատրիս, ի՞նչ է պատահել։ Վատ եք զգում, Լիվիայի ձայնը մտահոգված էր, բայց կար մի ստորադիր սառնություն, կարծես նա դեր էր խաղում։ Իմ դեղերն են, հի ասաց Բեատրիսը, հենվելով դռան շրջանակին։ Շիշը դատարկ է։ Ինձ պետք է դեղորայք ընդունել։ Իմ ճնշումը բարձրանում է, զգում եմ։ Լիվիան մտավ սենյակ, հաշվարկված շարժումներով, նրա թավշյա հողաթափերը անաղմուկ սահում էին հատակով։ Նա մոտեցավ մահճակալի կողքի սեղանին, վերցրեց դատարկ շիշը, մտածկոտ հայացքով ուսումնասիրելով այն։ Բայց տիկին Բեատրիս, դուք ձեր դեղահաբերն ընդունել եք երեկ երեկոյան։ Ես ինքս եմ տեսել։ Հիշում եք։ Բեատրիսը կնճռոտեց հոնքերը, զգալով, որ շփոթությունը տիրում է իր մտքին, որն արդեն խանգարված էր ֆիզիկական ախտանշաններով։ Ոչ։ Ես հիշում եմ, որ շշի մեջ դեղահաբեր կային։ Մի քանիսը։ Այսպես դատարկ լինել չի կարող։ Դուք շփոթված եք, պետք է լինեք։ Լիվիան շիշը նորից դրեց մահճակալի կողքի սեղանին, նուրբ շարժումով։ Սա վերջին շրջանում պատահում է, չէ՞։ Հիշողության փոքր կորուստներ։ Ձեր տարիքում դա նորմալ է։ Ես շփոթված չեմ, պնդեց Բեատրիսը, բայց նրա սեփական ձայնն այժմ ավելի քիչ համոզիչ էր հնչում։ Կասկածն սկսեց ներթափանցել նրա վստահության մեջ։ Հնարավոր էր։ Արդյոք նա իսկապես մոռանում էր բաները։ Լիվիան մոտեցավ կոմոդին, բացեց մի դարակ, այնտեղից հանելով դեղորայքի նոր շիշ։ Տեսեք, 3 նոր շիշ եմ բերել։ Այստեղ է։ Ես ձեզ համար մի բաժակ ջուր կբերեմ։ Նա դուրս եկավ սենյակից, Բեատրիսին թողնելով մենակ իր շփոթված մտքերի դեռ արագ բաբախող սրտի հետ։ Ձեր կինը նստեց մահճակալի եզրին, ձեռքերում պահելով նոր շիշը։ Նա դիտեց պիտակը, պիտանելիության ժամկետը, դեղորայքի անունը։ Ամեն ինչ ճիշտ էր թվում։ Բայց ինչ-որ բան նրա ներսում բղավում էր, որ այդ ամբողջ իրավիճակում ինչ-որ բան այն չէ։ Լիվիան վերադարձավ մի բաժակ ջրով, այն մատուցելով Բեատրիսին ժպիտով, որը չէր հասնում աչքերին։ Խմեք, տիկին Բեատրիս։ Մի քանի րոպեից ավելի լավ կզգաք։ Բեատրիսը դժվարությամբ բացեց նոր շիշը, հանեց մի դեղահաբ, դրեց բերանը, ջուրը փոքր կումերով խմելով։ Լիվիան մնաց այնտեղ, դիտելով, մինչ Բեատրիսն ավարտեց խմելը։ Այդ հսկողության մեջ ինչ-որ անհանգստացնող բան կար, բայց Բեատրիսը չէր կարողանում հստակ անվանել, թե ինչ։ Ես Ռոզային կասեմ, որ ձեր նախաճաշը բերի այստեղ, սենյակ, ասաց Լիվիան, արդեն դեպի դուռը գնալով։ Դուք պետք է հանգստանաք։ Վերջին շրջանում վատ եք քնել։ Ռոզան ագարակի ամենահին աշխատակիցն էր, այնտեղ աշխատում էր ավելի քան 15 տարի։ Նա միջին տարիքի սամորթ կին էր, բարի աչքերով, աշխատանքից կոշտացած ձեռքերով։ Բեատրիսը վստահում էր նրան։ Համենայն դեպս, նա սովոր էր վստահել բոլորին, ովքեր ապրում էին այդ տանիքի տակ։ Երբ Լիվիան դուրս եկավ, փակելով դուռը իր հետից, Բեատրիսը նորից մենակ մնաց։ Ականջների աղմուկը մի փոքր նվազել էր, բայց նրա կրծքի անհանգստությունը մնում էր։ Նա շուրջն էր նայում սենյակին, որտեղ ապրում էր այդքան տարիներ, սենյակին, որը տասնամյակներ շարունակ կիսել էր Ռոբերտի հետ, զգում էր, կարծես ամեն ինչ առաջին անգամ էր տեսնում, այլ անհանգստացնող լույսի ներքո։ Փակ վարագույրները։ Դատարկ շիշը։ Լիվիայի վստահությունը այն փաստերի վերաբերյալ, որոնք Բեատրիսը չէր կարողանում հաստատել իր սեփական հիշողության մեջ։ Փոքր բաներ, որոնք մեկուսացված վիճակում կարող էին ոչինչ չնշանակել։ Բայց միասին դրանք սկսում էին անհանգստացնող օրինաչափություն կազմել։ Նա նորից պառկեց, վերմակը մինչ գզակը քաշելով, զգալով մի սառնություն, որը սենյակի ջերմաստիճանից չէր։ Նա փակեց աչքերը, փորձելով հիշել նախորդ գիշերը։ Նա մենակ էր ընտրել սենյակում, քանի որ լավ չէր զգում ներք իջնելու համար։ Լիվիան էր բերել սկուտեղը։ Նա դեղն ընդունել էր։ Թե՞ ոչ։ Հիշողությունը մշուշոտ էր թվում, կարծես ծխի վարագույրի միջով էր փորձում տեսնել։ Պատուհանից դուրս թռչունները շարունակում էին իրենց առավոտյան երգը, անտեղյակ այն լուր դրամային, որն սկսում էր ծավալվել այդ վեհաշուկ առանձնատան ներսում։
Սուրբ Հելենայի ագարակը իր ողջ գեղեցկությամբ պատմությամբ այժմ մի գաղտնիք էր պահում, որը նոր էր սկսում բացահայտվել։ Եվ Բեատրիս Ալմազյանը, այդ տարածքի մայրապետը, պատրաստվում էր հայտնաբերել, որ ամենամեծ վտանգը միշտ չէ, որ դրսից է գալիս։ Երբեմն այն թաքնվում է այն պատերի ներսում, որոնք պետք է պաշտպանություն առաջարկեին, օգտագործելով ծանոթ դիմակներ, ծանոթ ձայներ։ Հաջորդ օրերը ծավալվեցին մի տարօրինակությամբ, որը Բեատրիսը չէր կարող անտեսել, որքան էլ փորձեր համոզել իրեն, որ պարանոիկ է։ Ագարակի առօրյան կարծես թե նորմալ էր շարունակվում, աշխատակիցները կատարում էին իրենց առաջադրանքները, ձիերին խնամում էին ախոռներում, կերակուրները մատուցվում էին սովորական ժամերին։ Բայց կային նուրբ փոփոխություններ, փոքր փոփոխություններ, որոնք միայն այն մարդը կարող էր նկատել, ով խորապես ճանաչում էր այդ տունը։ Այդ անհանգստացնող դրվագից հետո հաջորդ առավոտյան Բեատրիսը արթնացավ սովորականից ավելի ուշ։ Ժամացույցը ցույց էր տալիս գրեթե 9, երբ նա բացեց աչքերը։ Նա, ով միշտ առավոտյան մարդ էր եղել, անփոփոխորեն արթնանալով առավոտյան ժամը 6-ին, շփոթված զգաց այդ ուշ արթնանալուց։ Նա մշուշոտ հիշողություն ուներ, որ արթնացել էր գիշերվա կեսին, բայց ամեն ինչ խառն էր թվում, կարծես երազի հատվածներ, որոնք լուծվում են գիտակցության հպումից։ Նախաճաշելու համար ներք իջնելիս նա գտավ պատշգամբի սեղանը դրված, բայց միայն մեկ տեղով։ Իր տեղը։ Լիվիան տեսանելի չէր, երբ նա Ռոզային հարցրեց հարսի մասին, նա խուսափողական պատասխան ստացավ քաղաքում առավոտյան պարտավորությունների մասին։ Բեատրիսը զարմացավ։ Նախկինում նրանք միշտ միասին էին նախաճաշում, դա մի պահ էր, որը նա գնահատում էր, նույնիսկ եթե զրույցները մակերեսային էին։ Տիկին Բեատրիս, ճիշտ եք սնվում, հարցրեց Ռոզան, մատուցելով կաթնասուրճը։ Դուք ավելի նիհարել եք։ Լավ չեք կերել։ Բեատրիսը նայեց իր ձեռքերին, որոնք դրված էին ասեղնագործ սպիտակեղենի սփռոցի վրա։ Ռոզան ճիշտ էր։ Նրա մատներն ավելի նիհար էին թվում, տարիներ շարունակ կրած մատանիներն այժմ ազատորեն պտտվում էին նրա մատներին։ Երբ էր դա պատահել։ Նա չէր հիշում, որ նկատել էր այդ աստիճանական փոփոխությունը։ Ես նորմալ եմ կերել, Ռոզա, պատասխանեց նա, բայց նրա ձայնը անորոշություն էր պարունակում։ Կամ ոչ։ Ճշմարտությունն այն էր, որ նա լավ չէր հիշում վերջին կերակուրները։ Օրերը կարծես խառնվում էին իրար, ինչպես ջրաներկերը, որոնք միաձուլվում են թրջվելիս։ Ռոզան բացեց բերանը, կարծես ինչ-որ բան էր ասելու, բայց արագ փակեց այն, երբ նրանք լսեցին Լիվիայի բարձրակրունկների արձագանքը միջանցքում։ Աշխատակիցը իջեցրեց աչքերը, զգուշորեն հեռացավ, վերադառնալով խոհանոց։ Բեատրիսը նկատեց նրա վարքի փոփոխությունը, հեռանալու շտապողականությունը։ Բայց նա ժամանակ չունեցավ մտածելու այդ մասին, քանի որ Լիվիան հայտնվեց պատշգամբում լայն ժպիտով։ Բարի առավոտ, տիկին Բեատրիս։ Լավ քնեցի՞ք։ Լիվիան հագել էր մետաքսե տաբատի բլուզի հավաքածու, մամուռի կանաչ երանգներով, նրա մազերը հավաքված անթերի փնջով։ Ձեռքերում նա պահում էր շաբաթական դեղահաբերի տուփ, բաժանված օրերով, ժամերով։ Այո, քնեցի, պատասխանեց Բեատրիսը, դիտելով այն առարկան, որը հարսը դնում էր սեղանին։ Սա ի՞նչ է։ Ես կազմակերպել եմ ձեր շաբաթվա դեղորայքը։ Այսպես ավելի հեշտ կլինի, չեք կարծում։ Լիվիան բացեց երկուշաբթիի բաժինը, բացահայտելով տարբեր գույների չափերի մի քանի դեղահաբեր։ Այս կերպ դուք կարիք չեք ունենա անհանգստանալու, թե ինչ ընդունել երբ։ Բեատրիսը դեղահաբերին նայեց աճող անհանգստության զգացումով։ Որոշները նա ճանաչում էր, մյուսները ոչ այնքան։ Միշտ ինքն էր կազմակերպել իր դեղորայքը, ճանաչում էր յուրաքանչյուրը, թե ինչի համար էր այն, որն էր ճիշտ դոզան։ Այժմ, տեսնելով այդ արդեն առանձնացված դեղահաբերը, նա զգաց, կարծես կորցնում էր իր ինքնավարությանս մեկ մասնիկը։ Ես միշտ ինքս եմ կազմակերպել իմ դեղորայքը, սկսեց նա ասել, բայց Լիվիան նրբորեն ընդհատեց նրան։ Բայց բժիշկն ասաց, որ տարիքի հետ ավելի լավ է օգնություն ունենալ այդ հարցերում։ Հիշում եք անցյալ ամսվա խորհրդակցությունը։ Բեատրիսը չէր հիշում անցյալ ամսվա որևէ խորհրդակցություն։ Բայց հնարավոր էր, որ նա մոռացել էր։ Կասկածը քայքայում էր նրա վստահությունը։ Օրերն անցնում էին, Բեատրիսը նկատեց, որ իր կյանքն աստիճանաբար վերակազմակերպվում էր առանց իր համաձայնության։ Նրա հագուստները անհետանում էին պահարանից հայտնվում տարբեր վայրերում։ Նրա գրքերը, որոնք նա միշտ այբենական կարգով էր պահում սենյակի դարակում, տեղից դուրս էին։ Նրա սենյակի վարագույրները փակ էին մնում ցերեկը, նույնիսկ երբ նա վստահ էր, որ դրանք բացել էր առավոտյան։
Սեպտեմբերյան մի կեսօր, երբ եղանակն սկսում էր տաքանալ, ազդարարելով գարունը, Բեատրիսը որոշեց զբոսնել այգում։ Նա միշտ սիրել էր ծաղիկները, ուներ հատուկ վարդերի ծաղկանոց, որը ինքն էր խնամում։ Մոտենալով այգուն, նա գտավ Լիվիային, որը զրուցում էր պարոն Հովիկի այգեգործի հետ, ով տասնամյակներ շարունակ աշխատում էր ագարակում։ «Պարոն Հովիկ, կարող եք այս վարդաթփերը հանել այստեղից։ Մենք Գարթենյաներ կտնկենք։ Դրանք ավելի հեշտ է պահել», ասում էր Լիվիան, մատնացույց անելով Բեատրիսի վարդերի ծաղկանոցը։ «Բայց տիկին Լիվիա, այս վարդերը տիկին Բեատրիսինն են։ Նա ինքն է խնամում դրանք», բողոքեց պարոն Հովիկը, կոշտացած ձեռքերում պահելով իր ծղոտե գլխարկը։ «Ոչ», ամուր պատասխանեց Լիվիան։ «Նա այլս ի վիճակի չէ այգի խնամել։ Եկեք հեշտացնենք ամեն ինչ այստեղ»։ Բեատրիսը զգաց, որ զայրույթը բարձրանում է իր կրծքով։ Նա առաջ շարժվեց դեպի նրանց, նրա կտորե հողաթափերը նուրբ ձայն էին արձակում արահետի մանրաքարերի վրա։ «Լիվիա, սրանք իմ վարդերն են։ Ոչ ոք ոչինչ չի պոկի»։ Լիվիան շրջվեց, զարմացած, որ չէր նկատել սկեսուրի մոտենալը։ Կարճ ակնթարթով Բեատրիսը տեսավ, որ զայրույթի արտահայտություն անցավ հարսի դեմքով, բայց շուտով այն փոխարինվեց մտահոգության դիմակով։ «Տիկին Բեատրիս, դուք չպետք է այսպես լինեք շոկ արի տակ։ Կարող եք վատ զգալ։ Եկեք, վերադառնանք ներս»։ «Ես կարող եմ որոշել, թե որտեղ եմ ուզում լինել», պատասխանեց Բեատրիսը, բայց նրա ձայնն ավելի թույլ էր հնչում, քան մտադրված էր։ Հանկարծ նա հոգնած զգաց, կարծես այգի տանող այդ կարճ զբոսանքը քամել էր նրա ողջ էներգիան։ Լիվիան բռնեց նրա հարկադիր նրբությամբ նրան հետ տարավ տուն։ Պարոն Հովիկը կանգնած մնաց, դիտելով տեսարանը անհանգստացած արտահայտությամբ, գլխարկը դեռ ձեռքերում։ Բեատրիսը հետ նայեց, մինչ նրան գրեթե քարշ էին տալիս, տեսավ, որ այգեգործը տխուր գլխով է անում, նախքան աշխատանքի վերադառնալը։ Վերադառնալով սենյակ, Բեատրիսը նստեց պատուհանի կողքի բազկաթոռին, փորձելով մարսել այն, ինչ տեղի էր ունենում։ Ինչպես էր իր կյանքը այդքան արագ դուրս եկել իր վերահսկողությունից։ Երբ էր նա այդքան փխրուն, այդքան կախյալ դարձել։ Նա նայեց իր ձեռքերին, որոնք թեթակի դողում էին ծնկների վրա։ Տարիքն էր։ Հիվանդություն։ Թե ինչ-որ ավելի մռայլ բան։ Այդ գիշեր, ընթրիքի ժամանակ, որը նորից մատուցվեց իր սենյակում, Բեատրիսը հազիվ էր դիպչում ուտելիքին։ Սկուտեղի վրա համեղ հոտով շոգեխաշած միս կար, բայց նա ախորժակ չուներ։ Ճաշատեսակի կողքին, ինչպես միշտ, դրված էր ջրի բաժակը օրվա համար առանձնացված դեղահաբերը, դեղատուփում։ Նա կասկածանքով դիտեց դեղահաբերը։ Արդյոք դրանք իսկապես իր սովորական դեղորայքն էին։ Ինչպես կարող էր վստահ լինել։ Նա որոշեց փորձ կատարել։ Վերցրեց դեղահաբերը, ձացրեց, թե դնում է բերանը, բայց թաքցրեց դրանք ձեռքի մեջ։ Ջուրը խմեց կլլելու բարձր ձայնով, կարծես ինչ-որ բան էր կլանում։ Այնուհետ, երբ վստահ եղավ, որ ոչ ոք չի նայում, դեղահաբերը դրեց իր խալաթի գրպանը։ Նրա սիրտը արագ էր բաբախում այդ փոքրիկ ապստամբությունից։ Ավելի ուշ, երբ ամեն ինչ լուռ էր, նա ուսումնասիրեց դեղահաբերը լամպի լույսի տակ։ Որոշները ծանոթ էին, բայց երկուսը նա երբեք չէր տեսել։ Դրանք փոքր էին, բաց կապույտ գույնի, առանց որե նշանագրի։ Ինչ դեղորայք էր դա։ Եվ ինչու՞ էր նա ընդունում ինչ-որ բան, չիմանալով, թե ինչ էր դա։ Բեատրիսը դեղահաբերը դրեց հին զարդատուփի մեջ, որը պահում էր կոմոդի վերջին դարակում, այն թաշկինակների տակ, որոնք այլս չէր օգտագործում։ Նրան ապացույցներ էին պետք։ Նրան պետք էր իմանալ, թե ինչ էր կատարվում։ Բայց ո՞ւմ կարող էր վստահել։ Իր որդին, Էդուարդը, երանում էր, կլանված իր ներմուծման արտահանման բիզնեսներով։ Նրանք հեռախոսով հազվադեպ էին խոսում, միշտ կարճ զրույցներ, որտեղ նա հարցնում էր, թե ամեն ինչ լավ է, նա պատասխանում էր, որ այո, քանի որ Լիվիան միշտ մոտ էր հեռախոսազրույցների ժամանակ, դիտելով յուրաքանչյուր բառ։ Ռոզա։ Միգուցե կարող էր վստահել Ռոզային։ Հավատարիմ աշխատակիցը, ով նրան ճանաչում էր այդքան տարիներ։ Բայց ինչպես մոտենալ նրան, առանց կասկածներ առաջացնելու։ Բեատրիսն այդ գիշեր քնեց, միտքը եռում էր պլաններից, մտահոգություններից, չիմանալով, որ ամենավատը դեռ առջում էր, որ իր փոքրիկ ապստամբությունը աննկատ չէր մնացել ուշադիր աչքերից, որոնք հետում էին նրա յուրաքանչյուր շարժմանը։
Հոկտեմբերն եկավ, իր հետ բերելով Շիրակի մարզի գարնանը բնորոշ ջերմությունը իրադարձությունների մի շարք, որոնք Բեատրիսին կստիպեին կասկածի տակ դնել իր իսկ առողջ դատողությունը։ Սուրբ Հելենայի ագարակը, որը միշտ եղել էր նրա ապաստանն ու տունը, աստիճանաբար վերածվում էր մի բանի, որը նա այլևս չէր ճանաչում, կամ միգուցե հենց ինքն էր, ով այլևս չէր ճանաչում իրեն այդ միջավայրում։ Մի առավոտ Բեատրիսն արթնացավ, գտավ իր սենյակը ամբողջությամբ վերակազմակերպված։ Կահույքը նույն տեղերում էր, բայց նրա անձնական իրերը տեղաշարժվել էին։ Լուսանկարները, որոնք նա պահում էր կոմոդի վրա, տարբեր դիրքերում էին։ Գրքերի կույտը, որը նա թողել էր մահճակալի կողքի սեղանին, անհետացել էր։ Նույնիսկ փոքրիկ շարժական ռադիոն, որը նա օգտագործում էր առավոտյան լուրեր լսելու համար, այլևս այնտեղ չէր։ Շփոթված Բեատրիսը վեր կացավ, բացեց դարակները։ Նրա հագուստները ծալված էին այլ կերպ, հաճախ օգտագործվող իրերը անհետացել էին, փոխարինվելով ուրիշներով, որոնք նա չէր հիշում, որ գնել էր։ Դրանք ավելի լայն, պարզ գործվածքներից զգեստներ էին, ոչինչ նման չէր այն էլեգանտ հագուստներին, որոնք նա միշտ նախընտրում էր։ Որտեղ են իմ իրերը, մրմնջաց նա իրեն, աճող հուսահատությամբ որոնելով պահարանում։ Ռոզան մտավ սենյակ, նախաճաշի սկուտեղը ձեռքին։ Նրա սովորաբար հանգիստ դեմքին զսպված մտահոգության նշաններ կային։ Բարի առավոտ, տիկին Բեատրիս։ Ձեր սուրճը բերեցի։ Ռոզա, ով է շարժել իմ իրերը։ Որտեղ է իմ ռադիոն։ Իմ լուսանկարները տեղաշարժվել են։ Աշխատակիցը վարանեց, նրա աչքերը շեղվեցին դեպի դուռը, նախքան ցածր ձայնով պատասխանելը։ Տիկին Լիվիան խնդրեց վերակազմակերպել սենյակը։ Ասաց, որ շատ խառն էր, որ կարող էր ձեզ անհանգստացնել։ Խառն։ Բեատրիսը զգաց, որ վրդովմունքն աճում է իր կրծքին։ Իմ սենյակը հենց այնպես էր, ինչպես ես էի ուզում։ Ո՞վ է նա, որ առանց թույլտվության շարժի իմ իրերը։ Ռոզան սկուտեղը դրեց սեղանին, մոտեցավ, նրա ձայնն ավելի ցածր էր։ Տիկին Բեատրիս, ես պետք է մի բան ասեմ։ Բայց դուք պետք է խոստանաք, որ ոչ մեկին չեք պատմի, թե ես եմ ասել։ Բեատրիսը բռնեց աշխատակցի ձեռքը, զգալով շոշափման հրատապությունը։ Կարող ես խոսել, Ռոզա։ Ես վստահում եմ քեզ։ Այստեղ, ագարակում, ամեն ինչ ճիշտ չէ։ Տիկին Լիվիան ամեն ինչի տերն է։ Անցյալ ամիս նա 3 աշխատակցի ազատեց, առանց պարոն Էդուարդի հետ խորհրդակցելու։ Եվ նա տարօրինակ հրամաններ է տվել ձեր մասին։ Ասել է, որ չթողնենք, որ դուք մենակ օգտագործեք հեռախոսը, որ հետենք, թե ինչ եք ուտում, ինչ եք անում։ Բեատրիսի սիրտը արագացավ։ Ուրեմն նա չէր պատկերացնում բաներ։ Իսկապես ինչ-որ բան էր կատարվում։ Բայց ինչու։ Ինչ կշահեր Լիվիան, այդպես վերահսկելով նրա կյանքը։ Նախքան նա կկարողանար ավելի շատ հարցեր տալ, Լիվիայի ձայնը արձագանքեց միջանցքում։ Ռոզա, դու այնտեղ ես։ Աշխատակիցը արագորեն հեռացավ, նրա դեմքը չեզոք արտահայտություն էր ստացել։ Այո, տիկին Լիվիա։ Պարզապես տիկին Բեատրիսի սուրճը բերեցի։ Լիվիան հայտնվեց դռան մոտ, անթերի, ինչպես միշտ, հագնելով մոխրագույն կոստյում։ Նրա աչքերը սահեցին սենյակով մեկ, կարճատ կանգ առնելով Բեատրիսի վրա, նախքան Ռոզայի վրա կենտրոնանալը։ Կարող ես հեռանալ։ Ես կզբաղվեմ այստեղ։ Ռոզան արագ հայացք նետեց Բեատրիսին, նախքան դուրս գալը, մի հայացք, որը շատ բան էր ասում առանց բառերի։ Բեատրիսը մենակ մնաց հարսի հետ, զգալով օդում առկա լարվածությունը։ Տեսնում եմ, որ նկատել եք սենյակի փոփոխությունները, ասաց Լիվիան, մոտենալով պատուհանին կարգավորելով վարագույրները։ Ես անհրաժեշտ համարեցի։ Դուք վերջին շրջանում շատ անհանգիստ եք եղել, տիկին Բեատրիս։ Այս բոլոր ցրված իրերը լավ չեն ձեր հոգեկան առողջության համար։ Ո՞վ է ձեզ թույլատրել շարժել իմ իրերը։ Բեատրիսը փորձեց ձայնը պահել ամուր, բայց այն դողդողաց։ Սա իմ տունն է, իմ սենյակը։ Լիվիան շրջվեց, առաջին անգամ նրա աչքերում սառնությունը թաքցնելու փորձ չկար։ Տեխնիկապես, տիկին Բեատրիս, այս տունը պատկանում է Էդուարդին։ Եվ նա ինձ լիազորագիր է տվել ամեն ինչի մասին հոգ տանելու, մինչ նա զբաղված է բիզնեսով։ Ներառյալ ձեր բարեկեցությունը։ Լիազորագիր։ Բեատրիսը զգաց, կարծես գետինը բացվել էր իր ոտքերի տակ։ Էդուարդը երբեք դա չէր հիշատակել։ Ճիշտ էր դա։ Ոչ։ Դա ճիշտ չէ։
Էդուարդը երբեք դա չէր անի առանց ինձ հետ խորհրդակցելու։ Բժիշկը խորհուրդ տվեց, շարունակեց Լիվիան, նրա ձայնը դասախոսական տոն է ստացել, կարծես նա պարզ բան էր բացատրում երեխային։ Տարիքի առաջխաղացման մտավոր շփոթության դրվագների հետ մեկտեղ ավելի լավ է, որ երիտասարդ մեկը որոշումներ կայացնի։ Դա ձեր իսկ բարօրության համար է։ Ես մտավոր շփոթություն չունեմ, բողոքեց Բեատրիսը, բայց նույնիսկ իր սեփական ականջների համար փաստարկը թույլ էր հնչում։ Արդյոք ուներ։ Այդքան շատ բաներ վերջին շրջանում անիմաստ էին թվում։ Նրա հիշողությունները մշուշոտ էին թվում, օրերը խառնվում էին։ Հնարավոր էր, որ նա իսկապես կորցնում էր հստակությունը։ Իհարկե ոչ, սիրելիս, պատասխանեց Լիվիան ժպիտով, որը ոչ մի ջերմություն չէր փոխանցում։ Ոչ ոք դա չի ասում։ Պարզապես ձեզ օգնություն է պետք։ Եվ ես այստեղ եմ դրա համար։ Հաջորդ օրերին Լիվիայի վերահսկողությունը Բեատրիսի կյանքի վրա սարսափելիորեն ուժեղացավ։ Նա այլևս չէր կարող որոշել, թե ինչ հագնել, հագուստները արդեն առանձնացված էին առավոտյան։ Նա չէր ընտրում, թե ինչ ուտել, կերակուրները պատրաստի էին գալիս սկուտեղների վրա, որոշակի չափաբաժիններով։ Նրա զբոսանքները այգում հսկվում ժամանակագրվում էին։ Նույնիսկ զուգարան գնալը կարծես թույլտվություն էր պահանջում։ Բեատրիսը մի քանի անգամ փորձեց զանգահարել Էդուարդին, բայց նրա սենյակի հեռախոսը հանվել էր, պատճառաբանելով, թե հաշիվը չափազանց բարձր է։ Երբ նա խնդրեց բջջային հեռախոսը, որը նրան տվել էր որդին տարիներ առաջ, Լիվիան ասաց, որ այն կոտրված է, վերանորոգվում է։ Երբ նա պնդեց օգտագործել հյուրասենյակի հեռախոսը, նա պարզեց, որ երբեք մենակ չէ, միշտ ինչ-որ մեկը մոտ էր, լսելով յուրաքանչյուր բառ։ Մի կեսօր նա կարողացավ կարճատ զանգ կապել Էդուարդի հետ։ Լիվիան խոհանոցում էր, Բեատրիսն օգտվեց առիթից, վերցնելու անլար հեռախոսը հյուրասենյակից։ Դողացող մատներով նա հավաքեց համարը, որը գիտեր անգիր։ Ալո։ Իր որդու ձայնը, այդքան օրեր անց, գրեթե ստիպեց նրան լացել։ Էդուարդ, որդիս, ես եմ։ Մայրիկ։ Ինչպե՞ս եք։ Կներեք, որ չեմ զանգել, այստեղ խելագարություն է։ Ես հսկայական պայմանագիր եմ կնքել Չինաստանի հետ։ Էդուարդ, ես պետք է խոսեմ քեզ հետ։ Այստեղ, ագարակում, տարօրինակ բաներ են կատարվում։ Լիվիան։ Բեատրիս։ Կապը վատ է, լավ չեմ լսում։ Լիվիան, ինչ։ Բեատրիսը զգաց, որ ինչ-որ մեկը կանգնած է իր հետում։ Նա շրջվեց գտավ Լիվիային, որը կանգնած էր հյուրասենյակի մուտքի մոտ, ձեռքերը ծալած, դեմքը անհավանության դիմակով։ Նա այստեղ է։ Ես պետք է գնամ։ Մայրիկ, ամեն ինչ լավ է։ Կուզեք, որ ես խոսեմ Լիվիայի հետ։ Ոչ, ոչ։ Ամեն ինչ լավ է, որդիս։ Սիրում եմ քեզ։ Եվ նա անջատեց, նախքան կկարողանար ավելին ասել, նախքան Լիվիան կկարողանար վերցնել հեռախոսը նրա ձեռքերից։ Տիկին Բեատրիս, բժիշկը հստակ ասել էր, որ չպետք է անհանգստանաք, ասաց Լիվիան, նրա ձայնը վերահսկվող էր, բայց սպառնալիքի ստորգետնյա հոսանքով։ Այս զանգերը ձեզ նյարդայնացնում են։ Էդուարդը կարևոր աշխատանք ունի, չի կարող անհանգստանալ այստեղի փոքր հարցերով։ Փոքր հարցեր։ Բեատրիսը ամուր բռնեց սարքը։ Իմ որդու հետ խոսելը փոքր հարց է։ Լիվիան մոտեցավ նուրբ, բայց ամուր շարժումով վերցրեց հեռախոսը Բեատրիսի ձեռքերից։ Այսուհետ ես կվերահսկեմ զանգերը։ Այսպես ավելի լավ է։ Բոլորի համար։ Այդ գիշեր իր սենյակում փակված, քանի որ նա պարզեց, որ այժմ դռան դրսից բանալի կար, Բեատրիսը լացեց առաջին անգամ ամիսների ընթացքում։ Դրանք միայն տխրության արդյունքներ չէին, այլ անզոր զայրույթի, հիասթափության, վախի արդյունքներ, այն բանից, թե ինչ էր դառնում։ Նա նայեց հայելու մեջ տեսավ մի կնոջ, որին չէր ճանաչում, չափազանց ծերացած, չափազանց փխրուն, չափազանց պարտված։ Որտեղ էր այն ուժեղ Բեատրիսը, ով միայնակ էր մեծացրել որդուն, ամուսնու մահից հետո։ Որտեղ էր այն կինը, ով տասնամյակներ շարունակ կառավարել էր այդ ագարակը ամուր ձեռքով։ Նա կորել էր ինչ-որ տեղ դեղահաբերի, շփոթված հիշողությունների խեղդող վերահսկողության մեջ, որը սեղմվում էր նրա շուրջը, ինչպես անտեսանելի պարան։ Նոյեմբեր ամիսը իր հետ բերեց մի իրադարձություն, որը կփոխեր Սուրբ Հելենայի ագարակի փխրուն հավասարակշռությունը։ Լիվիան հայտարարեց, որ բարեգործական ընթրիք է կազմակերպելու Գյումրիի բարձր հասարակության համար, միջոցառում, որը կմիավորեր գործարարներին, քաղաքական գործիչներին տարածաշրջանի անհատականություններին։
Ագարակը կզարդարվեր, կլիներ կենդանի երաժշտություն հատուկ առիթի համար վարձված շեֆ խոհարարի կողմից պատրաստված մանրամասն մենյու։ Դա այնպիսի միջոցառում էր, որը Բեատրիսը սովոր էր հմտորեն կազմակերպել իր սոցիալական տանտիրուհու ժամանակներում։ Երբ Բեատրիսը իմացավ ընթրիքի մասին, նա հույսի մի կայծ զգաց իր կրծքին։ Վերջապես նա հնարավորություն կունենար խոսելու այլ մարդկանց հետ, օգնություն խնդրելու, որպեսզի դրսի մեկը տեսներ, թե ինչ էր կատարվում այդ պատերի ներսում։ Նա սկսեց պլանավորել, թե ինչ կասեր, ինչպես կմոտենար վստահելի հյուրին, միգուցե դոկտոր Հելենա Ղարիբյանին, ընտանիքի բժիշկ ընկերուհուն տարիներ շարունակ, կամ դոկտոր Բերնարդ Մաթոսյանին, փաստաբանին, ով հոգ էր տարել Ռոբերտի գործերի մասին։ Միջոցառումից առաջ երեկոյան Բեատրիսը Ռոզային խնդրեց օգնել իրեն ընտրել համապատասխան զգեստ։ Նա ուզում էր ներկայանալի տեսք ունենալ, ուզում էր ցույց տալ, որ դեռ այդ տան տիրուհին էր։ Նրանք միասին որոնեցին պահարանում, բայց Բեատրիսի ունեցած բոլոր էլեգանտ զգեստները անհետացել էին։ Մնացել էին միայն այն պարզ լայն հագուստները, որոնք խորհրդավոր կերպով հայտնվել էին։ Որտեղ են իմ զգեստները, Ռոզա։ Մուգ կապույտը, որը կրել եմ Էդուարդի ծննդյան օրը, զմրուխտ կանաչը, որը Ռոբերտը տվել է ինձ։ Որտեղ են դրանք։ Ռոզան իջեցրեց աչքերը, նրա ձայնը լի էր ցավով։ Տիկին Լիվիան հրամայեց դրանք նվիրել։ Ասաց, որ դուք այլս չեք կրելու դրանք, որ դրանք այլ ժամանակաշրջանի հագուստներ էին։ Նվիրել։ Բեատրիսը զգաց, որ զայրույթը բարձրանում է, տաք հրատապ։ Բայց նա կարողացավ իրեն զսպել։ Կարոր չէր։ Նա ինչ-որ բան կկրեր։ Կարորն այն էր, որ ներկա լինի ընթրիքին, խոսի հյուրերի հետ, տեսանելի դառնա։ Ուրեմն ես կկրեմ այդ զգեստներից մեկը։ Օգնեք ինձ ընտրել լավագույնը։ Ռոզան ընտրեց բաց մոխրագույն բամբակե զգեստ, սահմանափակ տարբերակներից ամենաէլեգանտը։ Նա օգնեց Բեատրիսին հագնվել, ցանրեց նրա սպիտակ մազերը, նույնիսկ գտավ հին շրթներկ դարակի հատակում։ Երբ Բեատրիսը նայեց հայելու մեջ, նա չտեսավ այն շքեղ պատկերը, որը սովոր էր արտացոլել, բայց գոնե ներկայանալի էր թվում։ Երեկոյան ժամը 7-ին, երբ առաջին հյուրերն սկսեցին գալ, Բեատրիսը զգուշորեն իջավ աստիճաններով, բռնելով բազրիքից։ Նրա սիրտը արագ էր բաբախում, մասամբ հուզմունքից, մասամբ նյարդայնությունից։ Նա լսում էր ձայները գլխավոր սրահում, բաժակների զրնգոցը, քաղաքակիրթ ծիծաղը։ Նուրբ երաժշտություն էր հնչում Լարային քարյակից, որը վարձվել էր առիթի համար։ Նա գրեթե հասել էր աստիճանների վերջին աստիճանին, երբ Լիվիան հայտնվեց, արգելափակելով նրա ճանապարհը։ Նա շլացուցիչ էր երկար, մուգ կարմիր երեկոյան զգեստով, մազերը բաց, կատարյալ ալիքներով, զարդեր, որոնք Բեատրիսը ճանաչեց որպես իր սեփական հավաքածուին պատկանող։ Տիկին Բեատրիս, ինչ եք անում։ Լիվիայի ձայնը ցածր էր, բայց կտրուկ։ Ես գնում եմ ընթրիքի, բնականաբար։ Սա իմ տունն է։ Լիվիան բարձրացավ մի քանի աստիճան, դիրքավորվելով այնպես, որ ամբողջությամբ արգելափակեր անցումը։ Վախենում եմ, որ դա հնարավոր չէ։ Դուք այսօր լավ չեք։ Դա ամոթալի կլիներ։ Ամոթալի։ Բեատրիսը բարձրացրեց կզակը, փորձելով պահպանել արժանապատվությունը։ Ես կատարելապես լավ եմ։ Եվ որպես այս տան տիրուհի, ես իրավունք ունեմ ընդունել իմ հյուրերին։ Ձեր հյուրերին։ Լիվիան ժպտաց, բայց այդ ժպիտում հումոր չկար։ Սրանք իմ հյուրերն են, տիկին Բեատրիս։ Գործարարներ, որոնց հետ Էդուարդը բիզնես է անում, կարևոր մարդիկ, որոնց հետ ես կապեր եմ հաստատում մեր կապերն ընդլայնելու համար։ Դուք, ձեր ներկա վիճակում, այդ անհամապատասխան հագուստով, ամոթալի կլինեիք։ Բեատրիսը նայեց իր զգեստին, ապա Լիվիայի զգեստին, հասկացավ այդ իրավիճակի դիտավորյալ դաժանությունը։ Իր էլեգանտ հագուստները նվիրվել էին հենց այս պահի համար, որպեսզի նա ոչինչ չունենար հագնելու, որպեսզի կարողանար նվաստացվել մերժվել։ Սա իմ տունն է, կրկնեց Բեատրիսը, բայց նրա ձայնն այժմ ավելի քիչ ամուր էր հնչում։ Ես իրավունք ունեմ լինել այստեղ։ Խնդրում եմ, մի դժվարացրեք սա, ասաց Լիվիան, ապա ժեստ արեց։ Երկու աշխատակից, որոնց Բեատրիսը չէր ճանաչում, հայտնվեցին աստիճանների ստորոտում։ Նրանք երիտասարդ էին, համազգեստով, Բեատրիսին նայում էին չեզոք արտահայտությամբ։ Ուղեկցեք տիկին Բեատրիսին հետ, իր սենյակ։ Համոզվեք, որ նա հարմարավետ է, ունի ամեն ինչ, ինչ անհրաժեշտ է։ Ոչ, Բեատրիսը փորձեց դիմադրել, երբ աշխատակիցներն սկսեցին նրան նրբորեն հետ տանել վեր։ Բաց թողեք ինձ։ Ես այստեղ եմ ապրում։
Էդուարդ, կանչեց նա, հուսալով, որ իր որդին հյուրերի մեջ է։ Էդուարդ։ Ձեր որդին այստեղ չէ, տիկին Բեատրիս, տեղեկացրեց Լիվիան կեղծ նրբությամբ։ Նա երանում է։ Բայց ես վաղը կզանգահարեմ նրան կպատմեմ այս դրվագի մասին։ Միգուցե ժամանակն է խոսելու ավելի մասնագիտացված խնամքի տարբերակների մասին։ Սպառնալիքը հստակ էր բառերում, բայց Բեատրիսը ժամանակ չունեցավ պատասխանելու։ Նրան հետ տարան սենյակ, լսելով, թե ինչպես է դուռը փակվում դրսից։ Ընթրիքի ձայները շարունակում էին հասնել, խլացված, բայց լսելի։ Ծիծաղ, երաժշտություն, տոնակատարություն։ Ամեն ինչ տեղի էր ունենում նրա տանը, առանց նրա։ Բեատրիսը նստեց մահճակալի եզրին, ձեռքերը դողում էին զայրույթից, հիասթափությունից։ Դրանք այլս փխրուն շփոթված կնոջ ձեռքերը չէին։ Դրանք այն մարդու ձեռքերն էին, ով վերջապես հասկանում էր մանիպուլյացիայի չափը, որի զոհն էր։ Լիվիան համակարգված կերպով ոչնչացնում էր նրա հեղինակությունը, նրան անկարող դարձնելով, մեկուսացնելով ցանկացած արտաքին օգնությունից։ Եվ ամենավատն այն էր, որ դա աշխատում էր։ Ավելի ուշ այդ գիշեր, երբ ընթրիքն արդեն ավարտվել էր, ագարակը նորից լռության մեջ էր, Ռոզան բարձրացավ Բեատրիսի սենյակ, սկուտեղը ձեռքին։ Երբ նա մտավ, նա գտավ տիկնոջը նստած պատուհանի մոտ, նայելով լիալուսնով լուսավորված այգուն։ Տիկին Բեատրիս, տոնից աղանդեր բերեցի։ Կիտրոնի կարկանդակ, ձեր սիրելին։ Բեատրիսը շրջվեց, Ռոզան զարմացավ, տեսնելով նրա աչքերի վճռականությունը։ Դա այլս վերջին շաբաթների շփոթված վախեցած հայացքը չէր։ Դա այն մարդու հայացքն էր, ով որոշում էր կայացրել։ Ռոզա, ինձ ձեր օգնությունն է պետք։ Եվ ես գիտեմ, որ շատ բան եմ խնդրում, որ դուք կարող եք կորցնել ձեր աշխատանքը, բայց ես այլս ոչ ոքի չունեմ, ում կարող եմ վստահել։ Աշխատակիցը սկուտեղը դրեց սեղանին, ծնկի իջավ Բեատրիսի աթոռի կողքին, բռնելով նրա ձեռքերը։ Ասեք, թե ինչ է պետք, տիկին Բեատրիս։ Դուք միշտ բարի եք եղել ինձ հետ։ Ես ձեզ չեմ լքի հիմա։ Ինձ պետք է խոսել Էդուարդի հետ։ Բայց իսկական զանգ, որտեղ ես կարողանամ ամեն ինչ պատմել առանց ընդհատվելու։ Կարող եք դա անել։ Ռոզան բարանեց ընդամենը մի ակնթարթ, նախքան գլխով անելը։ Պարոն Ռոբերտի հին գրասենյակի հեռախոսը դեռ աշխատում է։ Տիկին Լիվիան չգիտի, այն անջատված է հիմնական հաշվից, բայց գիծը բռնում է։ Ես կարող եմ ձեզ այնտեղ տանել վաղը, երբ նա գնա քաղաք։ Բեատրիսը սեղմեց աշխատակցի ձեռքերը, զգալով, որ երախտագիտության արցունքներն այրում են իր աչքերը։ Շնորհակալություն, Ռոզա։ Դուք չեք պատկերացնում, թե դա որքան է նշանակում։ Գիտեմ, այո, նրբորեն ասաց Ռոզան։ Ես այստեղ եմ աշխատել, երբ պարոն Ռոբերտը դեռ կենդանի էր։ Ես տեսել եմ ձեր սերը այս տան, այս ընտանիքի հանդեպ։ Այն, ինչ հիմա է կատարվում, ճիշտ չէ։ Եվ ես ձեռքերս ծալած չեմ նստի, տեսնելով, թե ինչպես եք տառապում։ Այդ գիշեր, շաբաթների ընթացքում առաջին անգամ, Բեատրիսը քնեց հույսի զգացումով։ Այն նուրբ էր, փխրուն, ինչպես մոմի բոցը, բայց այն այնտեղ էր։ Նա դաշնակից ուներ։ Նա պլան ուներ։ Եվ ամենակարևորը, նա վերականգնել էր մի բան, որը կարծում էր, որ ընդմիշտ կորցրել էր, այն վստահությունը, որ նա խելագար չէր, որ իր իրականության ընկալումը վավերական էր, որ նա իրավունք ուներ պայքարելու իր սեփական կյանքի համար։ Արածակը նոր մարտահրավերներ կբերեր, բայց նա հնարավորություն կտար վերջապես լսելի դարձնել իր ձայնը նրանց համար, ովքեր իսկապես կարող էին։ Էդուարդը պետք է իմանար ճշմարտությունը։ Եվ Ռոզան կօգներ նրան համոզվել, որ նա իմանա։ Հնարավորությունը հայտնվեց անհաջող ընթրիքից 3 օր անց։ Լիվիան նախաճաշի ժամանակ հայտարարեց, որ պետք է գնա Երան, բանկային գործեր կարգավորելու, կվերադառնա միայն երեկոյան։ Բեատրիսը չեզոք արտահայտություն պահպանեց, փոքրիկ գդալներով ուտելով իր վարսակի շիլան, բայց նրա սիրտը արագացավ լուրից։ Սա կլիներ նրա հնարավորությունը։ Հենց որ Լիվիայի մեքենան անհետացավ կեղտոտ ճանապարհով, որը տանում էր դեպի ագարակի մուտքը, Ռոզան հայտնվեց Բեատրիսի սենյակում։ Եկեք, տիկին Բեատրիս։ Մի քանի ժամ ունենք, բայց պետք է արագ լինենք։ Մյուս աշխատակիցները զբաղված են լվացքատանը։ Ռոբերտի գրասենյակը գտնվում էր առաջին հարկում, տան միթում, որը հազվադեպ էր օգտագործվում նրա մահից հետո։ Ամուր փայտե դուռը ճռճռաց բացվելիս, բացահայտելով ժամանակի մեջ սառած միջավայր։
Եղնու փայտից սեղանին դեռ թղթեր էին ցրված, գրիչներ կաշվե գրիչատուփում, Բեատրիսի Էդուարդի շրջանակված լուսանկարներ երջանիկ պահերից։ Հին գրքերի ծխամորճի ծխախոտի հոտ էր կախված օդում, բերելով այնքան վառ հիշողություններ, որ Բեատրիսը ստիպված էր բռնել սեղանից չսայթաքելու համար։ Օ, Ռոբերտ, մրմնջաց նա, մատները սահեցնելով սեղանի փայլուն մակերեսով։ Եթե դու այստեղ լինեիր, այս ամենը չէր լինի։ Ռոզան գտավ հին հեռախոսը, սբակելիտ է սեղանի սարքը, որը թաքնված էր հաշվապահական գրքերի կույտի հետում։ Նա վերցրեց հեռախոսը, լսեց։ Ազդանշան կա, տիկին Բեատրիս։ Ես կզանգեմ։ Թեթակի դողացող մատներով Ռոզան հավաքեց Էդուարդի բջջային հեռախոսի համարը։ Յուրաքանչյուր հպում հավերժություն էր թվում։ Բեատրիսը հեռախոսը բռնում էր այնքան ամուր, որ նրա մատները սպիտակել էին։ Վերջապես, չորրորդ զանգից հետո, իր որդու ձայնը։ Ալո։ Էդուարդը անհամբեր էր հնչում, հավանաբար սպասելով գործնական զանգի։ Էդուարդ, ես եմ։ Քո մայրը։ Մայրիկ։ Զարմանքն ակնհայտ էր։ Ինչու։ Եք զանգում այս համարից։ Ամեն ինչ լավ է։ Ոչ, Էդուարդ։ Ոչինչ լավ չէ։ Եվ ես պետք է, որ դու ինձ լսես, իսկապես։ Լսես, առանց ընդհատումների։ Լռություն տիրեց։ Երբ Էդուարդը նորից խոսեց, նրա ձայնը կորցրել էր շտապողական տոնը։ Ես լսում եմ, մայրիկ։ Կարող եք խոսել։ Բեատրիսը խորը շունչ քաշեց, ամիսների ընթացքում առաջին անգամ պատմեց ամեն ինչ։ Անհետացող նորից հայտնվող դեղորայքի մասին։ Տարօրինակ դեղահաբերի մասին, որոնք նա չէր ճանաչում։ Իր իրերի տեղաշարժվելու, իր հագուստների առանց թույլտվության նվիրելու մասին։ Մեկուսացման, վերահսկվող զրույցների, ընթրիքի նվաստացման մասին։ Շարունակական զգացումը, որ նա մանիպուլյացիայի է ենթարկվում, որ իր իրականությունը խեղաթյուրվում է, որ իրեն խելագար են դարձնում։ Նա ստիպում է ինձ կասկածել իմ սեփական մտքին, Էդուարդ, Բեատրիսի ձայնը խզվեց։ Ասում է, որ ես շփոթության դրվագներ ունեմ, որ մոռանում եմ բաները, որ ինձ մշտական հսկողություն է պետք։ Եվ ես սկսեցի հավատալ նրան։ Սկսեցի մտածել, որ իսկապես կորցնում եմ իմ առողջ դատողությունը։ Գծի մյուս կողմում Էդուարդը լուռ էր։ Մի լռություն, որն այնքան երկարեց, որ Բեատրիսը վախեցավ, որ նա անջատել էր։ Էդուարդ։ Դու այնտեղ ես։ Այո, մայրիկ։ Նրա ձայնն այլ էր հնչում, լի մի զգացմունքով, որը Բեատրիսը չկարողացավ ամբողջությամբ նույնականացնել։ Մայրիկ, ես պետք է ձեզ մի բան պատմեմ։ Մի բան, որը ես հայտնաբերել եմ 2 օր առաջ, բայց դեռ մարսում էի։ Ինչ է եղել, որդիս։ Ես զանգ ստացա մի աշխատակցուհուց, ով ազատվել էր բանկից, որտեղ Լիվիան հաշիվ ունի։ Իմ հին գործընկերուհիներից մեկը։ Նա ասաց, որ կասկածելի շարժեր է տեսել, մեծ փոխանցումներ ագարակի հաշվից Լիվիայի անձնական հաշիվներին։ Ես չէի ուզում հավատալ, կարծում էի, որ դա բամբասանք է, բայց խնդրեցի իմ հաշվապահին գաղտնի հետաքննել։ Բեատրիսը զգաց, որ իր ամբողջ մարմինը սառեց։ Եվ ինչ հայտնաբերեց նա։ Վերջին 6 ամսվա ընթացքում ավելի քան 400,000 դրամ անհետացել է ագարակի հաշիվներից։ Փոքր փոխանցումներ, որոնք աստիճանաբար էին կատարվել, որպեսզի ուշադրություն չգրավեն։ Բայց երբ դրանք գումարվում են, Էդուարդի ձայնը լի էր զսպված զայրույթով։ Ես նրան լիազորագիր էի տվել տան ծախսերը կառավարելու համար, մինչ ես զբաղված էի միջազգային բիզնեսով։ Երբեք չէի պատկերացնի, որ նա դա կօգտագործի գողանալու համար։ Գողանալ։ Բառը արձագանքեց Բեատրիսի մտքում։ Ուրեմն ամեն ինչ իմաստ ուներ։ Լիվիան պարզապես չէր վերահսկում նրա կյանքը անվճար դաժանության պատճառով։ Նա մեկուսացնում էր նրան անկարող դարձնելով, որպեսզի լիակատար վերահսկողություն ունենա ընտանիքի փողերի վրա։ Եթե նա կարողանար Էդուարդին համոզել, որ իր մայրը անկարող է, եթե նա կարողանար ստիպել նրան հոսպիտալացնել կամ անգործունակ հայտարարել, նա անսահմանափակ մուտք կունենար ընտանիքի ակտիվներին։ Կա ավելին, մայրիկ, շարունակեց Էդուարդը, այժմ նրա ձայնը դողում էր կատաղությունից։ Ես թաքնված նամակագրություններ գտա նրա երանի գրասենյակում։ Նա նամակագրում էր փաստաբանների հետ արգելման գործընթացների վերաբերյալ։ Նա պլանավորում էր ինձ համոզել, որ ձեզ իրավաբանորեն անգործունակ հայտարարեմ։
Ցնցումը ստիպեց Բեատրիսին նստել Ռոբերտի կաշվե աթոռին, նրա ոտքերն այլս չէին կարող նրան պահել։ Ամեն ինչ կապված էր։ Դեղորայքը մանիպուլյացիայի էր ենթարկվել, նրան շփոթված քնկոտ պահելու համար։ Մեկուսացումը, օգնություն խնդրելը կանխելու համար։ Ստեղծված իրավիճակները նրան շփոթված ելալու համար։ Իր ինքնավարության հեղինակության ոչնչացումը։ Այս ամենը մանրակրկիտ կազմակերպված պլանի մաս էր։ Էդուարդ, դու պետք է տուն գաս։ Հիմա, ասաց Բեատրիսը, վերականգնելով իր ձայնի ամրության մի մասը։ Նա այսօր գնաց երան, բայց կվերադառնա երեկոյան։ Ես արդեն մեքենայում եմ, մայրիկ։ Ես դուրս եկա, հենց որ դուք զանգահարեցիք։ 1 ժամից քիչ ժամանակում կհասնեմ այնտեղ։ Եվ երբ ես հասնեմ… Էդուարդը դադարեց, Բեատրիսը կարող էր զգալ նրա վճռականությունը իր լռության մեջ։ Երբ ես հասնեմ, սա կավարտվի։ Անջատելուց հետո Բեատրիսը մնաց նստած գրասենյակում, Ռոզան նրա կողքին։ Աշխատակցի աչքերում արցունքներ կային։ Ես գիտեի, որ ինչ-որ բան այն չէ, տիկին Բեատրիս։ Բայց չէի պատկերացնում, որ այդքան լուրջ էր։ Դու ինձ փրկեցիր, Ռոզա։ Եթե չօգնեիր ինձ կատարել այս զանգը… Բեատրիսը բռնեց աշխատակցի ձեռքը։ Չգիտեմ, թե հիմա որտեղ կլինեի։ Եկեք բարձրանանք ձեր սենյակ, առաջարկեց Ռոզան։ Ավելի լավ է, որ տիկին Լիվիան ոչինչ չկասկածի, երբ վերադառնա։ Թող պարոն Էդուարդը զբաղվի ամեն ինչով։ Բայց Բեատրիսը գլխով արեց։ Ոչ։ Ես հոգնել եմ թաքնվելուց, թուլակազմ ձանալուց։ Ես կսպասեմ իմ որդուն այստեղ, այս գրասենյակում։ Եվ երբ Լիվիան գա, ես այստեղ կլինեմ տեսնելու, թե ինչպես է նա ստանում այն, ինչին արժանի է։ Ռոզան գլխով արեց, հասկանալով։ Ուրեմն ես ձեզ հետ կմնամ։ Դուք դրան մենակ չեք դիմակայելու։ Երկու կանայք նստեցին գրասենյակում, սպասելով։ Բեատրիսը նայում էր պատերի լուսանկարներին, մի կյանքի հիշողություններին, որը գրեթե կորցրել էր։ Էդուարդը դեռ երեխա էր, խաղում էր այգում։ Նա Ռոբերտը իրենց հարսանիքի օրը, երիտասարդ լի երազանքներով։ Ագարակը իր ծաղկուն ժամանակներում, երբ այն երեկույթներ էր կազմակերպում, ընկերներ էր ընդունում։ Այս ամենը գրեթե գողացվել էր նրանից, ոչ միայն փողը, այլ նրա արժանապատվությունը, նրա ինքնավարությունը, նրա սեփական ինքնությունը։ 1 ժամ անց նրանք լսեցին մեքենայի ձայնը, որը արագ մոտենում էր։ Դա Լիվիայի մեքենայի նուրբ ձայնը չէր, այլ Էդուարդի ջիպի հզոր մռնչյունը։ Բեատրիսը վեր կացավ, նրա սիրտը արագացավ։ Ռոզան բացեց գրասենյակի դուռը։ Էդուարդը ներս մտավ ինչպես փոթորիկ, բարձրահասակ, ուժեղ, խավար մազերը անկարգ, աչքերը լի զսպված կատաղությամբ, որը Բեատրիսը չէր տեսել դեռ այն ժամանակվանից, երբ նա դեռահաս էր պաշտպանում էր իր դասընկերներին դպրոցում բուլինգից։ Նրան այնտեղ տեսնելով, կանգնած իր հոր գրասենյակում, ինչ-որ բան կոտրվեց նրա մեջ։ Նա 3 երկար քայլով անցավ սենյակը, գրկեց նրան, ամուր, ինչպես տարիներ շարունակ չէր արել։ Կներեք, մայրիկ։ Կներեք, որ չնկատեցի։ Որ այդքան գույր էի, այդքան բացակա։ Դու հիմա այստեղ ես, ասաց Բեատրիսը, նորից գրկելով նրան, զգալով իր որդու ուժը, այն անվտանգությունը, որը նա մոռացել էր, որ կարող էր զգալ։ Դա է կարորը։ Որտեղ է նա, հարցրեց Էդուարդը, հեռանալով շուրջը նայելով։ Գնացել է երան։ Շուտով պետք է վերադառնա։ Ուրեմն եկեք միասին սպասենք նրան, ասաց Էդուարդը, նրա ձայնում ինչ-որ անողոք բան կար։ Եվ երբ նա գա, կհայտնաբերի, որ խաղն ավարտված է։ Ամբողջությամբ։ Արն սկսում էր մայր մտնել Սուրբ Հելենայի ագարակի վրա, երբ լսվեց Լիվիայի մեքենայի ձայնը։ Էդուարդը գլխավոր սրահում էր, նստած իր հոր բազկաթոռին, փաստաթղթերը ցրված էին սուրճի սեղանին։ Նրա կողքին Բեատրիսը զբաղեցրել էր բազմոցը, իսկ Ռոզան զգուշորեն մնում էր դռան մոտ։ Սպասելու ժամերին Էդուարդը մի քանի զանգ էր կատարել, նրա ձայնն ամուր հրամայում էր իր փաստաբանին հաշվապահին անմիջապես գալ ագարակ, բերելով բոլոր փաստաթղթերը կասկածելի բանկային գործարքների մասին։ Լիվիան մտավ գլխավոր դռնով, կրելով երանի թանկարժեք խանութներից մի քանի գնումների պայուսակ։ Նրա կրունկները արձագանքում էին մարմարե միջանցքում, մինչ նա երգ էր մրմնջում։ Նա լավ տրամադրություն ուներ, ակնհայտորեն գոհ իր ձեռքբերումներից։ Երբ նա անցավ սենյակով, տեսավ Էդուարդին նստած, սառեց իր քայլի կեսին։ Էդուարդ։
Ինչ ես անում այստեղ։ Զարմանքը անկեղծ էր, բայց այն արագորեն փոխարինվեց մարզված ժպիտով։ Ինչ հրաշալի անակնկալ։ Ինչու։ Չէիր ասել, որ գալու ես։ Էդուարդը չվեր կացավ։ Նա պարզապես դիտում էր նրան մի արտահայտությամբ, որը Լիվիան չէր կարողանում ամբողջությամբ վերծանել։ Այնտեղ սառնություն կար, բայց նա ինչ-որ ավելի խորը բան, հիասթափություն, որն ավելի խորն էր կտրում, քան զայրույթը։ Մենք պետք է խոսենք, Լիվիա։ Նստեք։ Հենց այդ ժամանակ Լիվիան նկատեց Բեատրիսին բազմոցին։ Նրա սկեսուրը այլ էր։ Նա չուներ վերջին շաբաթների փխրուն շփոթված տեսքը։ Նա ուղիղ էր նստած, աչքերը պարզ կենտրոնացած էին, դիտելով Լիվիայի յուրաքանչյուր շարժումը անհանգստացնող ինտենսիվությամբ։ Ինչ-որ բան այն չէր։ Շատ այն չէր։ Իհարկե, սիրելիս, Լիվիան դրեց պայուսակները գետնին, նստեց Էդուարդի դիմացի բազկաթոռին, էլեգանտորեն խաչելով ոտքերը։ Ինչի՞ մասին կուզենայիք խոսել։ Էդուարդը սեղանից մի թղթապանակ վերցրեց, մի քանի թուղթ հանեց ներսից։ Նա սահեցրեց դրանք փայլուն մակերեսով, մինչ դրանք հայտնվեցին Լիվիայի դիմաց։ Սրանք բանկային քաղվածքներ են։ Ագարակի հաշվից։ Կուզենայիք բացատրել այս փոխանցումները։ Լիվիան վերցրեց թղթերը, նրա աչքերը արագորեն սահեցին թվերի ամսաթվերի վրայով։ Բեատրիսը նկատեց այն ճշգրիտ պահը, երբ խուճապն անցավ հարսի դեմքով, արագորեն փոխարինվելով վիրավորված անմեղության արտահայտությամբ։ Էդուարդ, սրանք տան ծախսերն են։ Սպասարկում, աշխատակիցներ, վերանորոգումներ։ Դուք ինձ լիազորագիր էիք տվել այս ամենը կառավարելու համար։ 400,000 դրամ 6 ամսվա ընթացքում։ Էդուարդը առաջ թեքվեց։ Սա կառավարում չէ, Լիվիա։ Սա համակարգված գողություն է։ Եվ նախքան կփորձեք հերքել, իմ հաշվապահը հետել է յուրաքանչյուր փոխանցման։ Բոլորը ձեր անձնական հաշիվներին էին, ոչ թե մատակարարներին կամ աշխատակիցներին։ Հաջորդած լռությունն այնքան խիտ էր, որ կարծես ամուր էր։ Լիվիան նայեց թղթերին, ապա Էդուարդին, վերջապես Բեատրիսին։ Եվ այդ պահին նրա դիմակն ամբողջությամբ ընկավ։ Այլս կեղծ նրբություն չկար, այլս բեմադրված մտահոգություն չկար։ Կար միայն սառնություն, հաշվարկ։ Դուք չեք հասկանում, սկսեց նա, նրա ձայնը այլ տոն էր ստացել, ավելի կոշտ։ Ես արժանի էի այդ փողերին։ Ես տարիներ եմ անցկացրել այս ագարակում, հոգ տանելով դրա մասին, նրա արտահայտությունը դառնացավ, նայելով Բեատրիսին, տանելով դժվար պահանջկոտ սկեսուրին, մինչ դուք զբաղված էիք ձեր կայսրությունը կառուցելով։ Ինչ-որ մեկը պետք է պահեր այստեղ ամեն ինչ աշխատող։ Հոգ տանել։ Էդուարդը վեր կացավ, նրա ձայնը բարձրացավ առաջին անգամ։ Դուք հոգատարություն եք անվանում իմ մոր դեղորայքը մանիպուլյացիայի ենթարկելը։ Նրան մեկուսացնելը։ Նրան սեփական առողջ դատողությանը կասկածելը ստիպելը։ Նրան անգործունակ հայտարարելը պլանավորելը։ Լիվիան նույնպես վեր կացավ, նրա այտերը կարմրեցին զայրույթից։ Նա համառ ծեր կինը, ով հրաժարվում է ընդունել, որ այլս չի կարող հոգ տանել իր մասին։ Ինչ-որ մեկը պետք է որոշումներ կայացներ, ինչ-որ մեկը պետք է մուտք ունենար ընտանիքի փողերին, առաջին անգամ խոսեց Բեատրիսը, նրա ձայնը սուր էր, ինչպես սայրը։ Դա էր իրական նպատակը, չէ՞։ Դա իմ բարեկեցության մասին չէր։ Դա վերահսկողության մասին էր։ Փողի մասին։ Իշխանության մասին։ Լիվիան շրջվեց դեպի նա, մի ակնթարթ Բեատրիսը մաքուր ատելություն տեսավ այդ աչքերում, որոնք արդեն այդքան մտահոգություն էին ծածրել։ Դուք ապրում եք այս հսկայական առանձնատանը, նստած հարստությունների վրա, առանց դրանք արժանանալու համար որևէ բան անելու։ Ես աշխատել եմ, ես զոհաբերել եմ ինձ, ես արժանի էի փոխհատուցման։ Փոխհատուցում։ Էդուարդը մի քայլ արեց դեպի Լիվիան։ Դուք գողացել եք։ Մանիպուլյացիայի եք ենթարկել խոցելի ձեր կնոջը։ Դավադրություն եք կազմակերպել նրա ունեցվածքի նկատմամբ իրավական վերահսկողություն ստանալու համար։ Դուք ոչնչի արժանի չեք, բացի բանտից։ Հետաց լռությունն այնքան խիտ էր, որ կարծես ամուր էր։ Լիվիան նայեց թղթերին, ապա Էդուարդին, վերջապես Բեատրիսին։ Եվ այդ պահին նրա դիմակն ամբողջությամբ ընկավ։ Այլս կեղծ նրբություն չկար, այլս բեմադրված մտահոգություն չկար։ Կար միայն սառնություն, հաշվարկ։
Դուք չեք հասկանում, սկսեց նա, նրա ձայնը այլ տոն էր ստացել, ավելի կոշտ։ Ես արժանի էի այդ փողերին։ Ես տարիներ եմ անցկացրել այս ագարակում, հոգ տանելով դրա մասին, նրա արտահայտությունը դառնացավ, նայելով Բեատրիսին, տանելով դժվար պահանջկոտ սկեսուրին, մինչ դուք զբաղված էիք ձեր կայսրությունը կառուցելով։ Ինչ որ մեկը պետք է պահեր այստեղ ամեն ինչ աշխատող։ Հոգ տանել։ Էդուարդը վեր կացավ, նրա ձայնը բարձրացավ առաջին անգամ։ Դուք հոգատարություն եք անվանում իմ մոր դեղորայքը մանիպուլյացիայի ենթարկելը։ Նրան մեկուսացնելը։ Նրան սեփական առողջ դատողությանը կասկածելը ստիպելը։ Նրան անգործունակ հայտարարելը պլանավորելը։ Լիվիան նույնպես վեր կացավ, նրա այտերը կարմրեցին զայրույթից։ Նա համառ ծեր կինը, ով հրաժարվում է ընդունել, որ այլս չի կարող հոգ տանել իր մասին։ Ինչ որ մեկը պետք է որոշումներ կայացներ, ինչ որ մեկը պետք է մուտք ունենար ընտանիքի փողերին, առաջին անգամ խոսեց Բեատրիսը, նրա ձայնը սուր էր, ինչպես սայրը։ Դա էր իրական նպատակը, չէ՞։ Դա իմ բարեկեցության մասին չէր։ Դա վերահսկողության մասին էր։ Փողի մասին։ Իշխանության մասին։ Լիվիան շրջվեց դեպի նա, մի ակնթարթ Բեատրիսը մաքուր ատելություն տեսավ այդ աչքերում, որոնք արդեն այդքան մտահոգություն էին ծածրել։ Դուք ապրում եք այս հսկայական առանձնատանը, նստած հարստությունների վրա, առանց դրանք արժանանալու համար որևէ բան անելու։ Ես աշխատել եմ, ես զոհաբերել եմ ինձ, ես արժանի էի փոխհատուցման։ Փոխհատուցում։ Էդուարդը մի քայլ արեց դեպի Լիվիան։ Դուք գողացել եք։ Մանիպուլյացիայի եք ենթարկել խոցելի ձեր կնոջը։ Դավադրություն եք կազմակերպել նրա ունեցվածքի նկատմամբ իրավական վերահսկողություն ստանալու համար։ Դուք ոչնչի արժանի չեք, բացի բանտից։ Իրավական հետանքների մասին հիշատակումը կարծես ինչ-որ բան արթնացրեց Լիվիայի մեջ։ Նա մեկ քայլ հետ քաշվեց, նրա աչքերը արագորեն հաշվարկում էին։ Էդուարդ, պետք չէ, որ այսպես լինի։ Մենք կարող ենք դա լուծել մեր միջ։ Ես կվերադարձնեմ փողը։ Դա սխալ էր, ես սթրեսի տակ էի, ճիշտ չէի մտածում։ Դրա համար արդեն ուշ է, ասաց Էդուարդը, նրա ձայնը սառն էր։ Ես արդեն խոսել եմ իմ փաստաբանի հետ։ Գործընթացները պատրաստվում են։ Ամուսնալուծություն, արդարացի պատճառով։ Բոլոր շեղված գումարների վերադարձ։ Եվ կախված նրանից, թե ինչ կբացահայտի հետաքննությունը, քրեական մեղադրանքներ։ Դուք չեք կարող դա անել ինձ հետ, գրեթե բղավեց Լիվիան։ Մենք ամուսնացած ենք 8 տարի։ Ես իրավունքներ ունեմ։ Ունեիք, ուղեց Էդուարդը։ Մինչ այն պահը, երբ որոշեցիք գողանալ իմ ընտանիքից չարաշահել իմ մորը։ Հիմա դուք միայն մեկ տարբերակ ունեք։ Դուք կհավաքեք ձեր իրերը կլքեք այս տունը։ Այսօր։ Հիմա։ Սա ծիծաղելի է, Լիվիան վերջին անգամ փորձեց, դառնալով դեպի Բեատրիսը։ Տիկին Բեատրիս, դուք գիտեք, որ ես միշտ լավ եմ խնամել ձեզ։ Ասեք նրան։ Ասեք, որ սա թյուրիմացություն է։ Բեատրիսը դանդաղ վեր կացավ, հենվելով բազմոցի բազկաթոռին։ Նա մոտեցավ Լիվիային, կանգնելով դեմ դիմաց, նայելով նրա աչքերին։ Դուք ինձ խելագար եք դարձրել։ Դուք ստիպել եք ինձ կասկածել յուրաքանչյուր մտքի, յուրաքանչյուր հիշողության։ Դուք ինձ մեկուսացրել եք, նվաստացրել եք, ինձ բանտարկյալ եք դարձրել իմ սեփական տանը։ Եվ այս ամենը արել եք ժպիտով, ծածնելով հոգատարություն մտահոգություն։ Նա դադարեց, նրա ձայնն ուժ ստացավ։ Բայց դուք չկարողացաք ինձ ամբողջությամբ կոտրել։ Եվ հիմա դուք կվճարեք յուրաքանչյուր տառապանքի համար, որը պատճառել եք։ Լիվիան նայեց մեկին, ապա մյուսին, հասկանալով, որ ելք չկա։ Նրա կեցվածքը փոխվեց, ուսերը իջան, ամբարտավանությունը ցնդեց։ Դուք կզղջաք դրա համար, ասաց նա, բայց նրա ձայնը դատարկ էր համոզմունքից։ Այլս ոչինչ չասելով, նա շրջվեց արագ բարձրացավ աստիճաններով, նրա կրունկները կատաղիորեն հարվածում էին փայտե աստիճաններին։ Էդուարդը շրջվեց դեպի Ռոզան, ով դեռ դռան մոտ էր։ Ռոզա, խնդրում եմ, ուղեկցեք նրան համոզվեք, որ նա վերցնի միայն իր անձնական իրերը։ Ոչինչ, որը պատկանում է ընտանիքին։ Ռոզան գլխով արեց հետեց Լիվիային աստիճաններով վեր։ Հաջորդ կես ժամվա ընթացքում նրանք լսում էին դարակների բացվելու փակվելու ուժեղ ձայներ, ճամպրուկների քաշքշոց։
Բեատրիսը մնաց սենյակում Էդուարդի հետ, ով նորից նստել էր, այս անգամ նրա կողքի բազմոցին։ Մայրիկ, նա նրբորեն ասաց, բռնելով նրա ձեռքը։ Ինչպես չնկատեցի։ Ինչպես թույլ տվեցի, որ սա այդքան հեռու գնա։ Նա լավ էր անում իր գործը, պատասխանեց Բեատրիսը, սեղմելով որդու ձեռքը։ Այսպիսի մանիպուլյացիան հաշվարկված է, համակարգված։ Եվ դու վստահում էիր նրան։ Դրանում մեղք չկա։ Կա, այո, Էդուարդը գլխով արեց։ Ես պետք է ավելի շատ ներկա լինեի։ Ես պետք է ավելի շատ ուշադրություն դարձնեի։ Ես պետք է լսեի, երբ դուք փորձում էիք ինձ պատմել։ Հիմա լսում ես։ Դա է կարևորը։ Լիվիան իջավ աստիճաններով, քարշ տալով երկու մեծ ճամպրուկ։ Նրա դեմքը զայրույթի հիասթափության արցունքներից բծոտված էր, դիմահարդարումը քսուկված։ Նա կանգնեց սենյակի մուտքի մոտ, վերջին անգամ նայելով Էդուարդին։ Դուք կզղջաք, Էդուարդ։ Ես կպայքարեմ իմ իրավունքների համար։ Ես կդատեմ զրպարտության համար։ Դուք կպարտվեք, հանգիստ ընդհատեց Էդուարդը։ Ես ունեմ բոլոր անհրաժեշտ ապացույցները։ Վկաներ։ Ամբողջական փաստաթղթեր։ Եթե ես լինեի ձեր տեղը, կընդունեի այն համաձայնությունը, որը կառաջարկի իմ փաստաբանը, կհամարեի բախտավոր, որ անմիջապես չեմ ձերբակալվում։ Լիվիան բացեց բերանը պատասխանելու համար, բայց այլս ոչինչ չկար ասելու։ Բեատրիսի վրա ատելության վերջին հայացք նետելով, նա քարշ տվեց իր ճամպրուկները դեպի դուռը դուրս եկավ, ուժգին փակելով այն։ Նրա մեքենայի գործարկման ճանապարհով հեռանալու ձայնը ազատագրում էր ամիսներ տաց մղձավանջի ավարտը։ Ռոզան իջավ աստիճաններով, ձեռքերում բերելով մի քանի զարդ։ Սա փորձեց տանել, տիկին Բեատրիս։ Դրանք ձերն են։ Ես դրանք վերադարձրի զարդատուփին։ Շնորհակալություն, Ռոզա, Բեատրիսը ժպտաց աշխատակցին։ Շնորհակալություն ամեն ինչի համար։ Եթե դուք չլինեիք։ Ես պարզապես արեցի այն, ինչ ճիշտ էր, պարզապես ասաց Ռոզան։ Էդուարդը վեր կացավ ձեռքը մեկնեց Ռոզային։ Չգիտեմ, թե ինչպես շնորհակալություն հայտնեմ ձեր արածի համար իմ մոր համար։ Այսօրվանից դուք այս ագարակի պաշտոնական տնտեսուհին եք։ Աշխատավարձի բարձրացմամբ դրանից բխող բոլոր արտոնություններով։ Ռոզայի աչքերը լցվեցին արցունքներով։ Պարոն Էդուարդ, ինձ պետք չէ։ Բայց դուք արժանի եք, նա պնդեց։ Եվ ես աշխատանքի կվերադարձնեմ բոլոր աշխատակիցներին, որոնց Լիվիան անարդարացիորեն ազատել էր։ Մենք կվերակառուցենք այս տունը, այն նորից դարձնելով այն տունը, որը միշտ եղել է։ Բեատրիսը շուրջն էր նայում սենյակին, տասնամյակներ շարունակ ճանաչած կահույքին, պատերին, որոնք այդքան հիշողություններ էին պահում։ Ամիսների ընթացքում առաջին անգամ նա զգաց, որ իսկապես նորից տանն է։ Լիվիայի արտաքսումից հետո հաջորդած շաբաթները խորը փոփոխությունների շրջան էին Սուրբ Հելենայի ագարակում։ Էդուարդը չեղարկեց իր բոլոր գործնական պարտավորությունները, որոշեց մնալ տարածքում այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ կլիներ։ Նա ժամանակավոր գրասենյակ տեղադրեց հյուրասենյակներից մեկում, որտեղից կարող էր կառավարել ամենահրատապ հարցերը, մնալով մորը մոտ։ Բեատրիսին հաջորդ օրը տարան հիվանդանոց ամբողջական հետազոտության համար։ Դոկտոր Հենրիխ Բորգեսյանը, ընտանիքի բժիշկը տարիներ շարունակ, ցնցված էր, հայտնաբերելով նրա արյան անալիզների փոփոխված մակարդակները։ Կային նյութեր, որոնք չէին համապատասխանում այն դեղորայքին, որը նա պետք է ընդուներ, բացի այդ քրոնիկ թերսնման ջրազրկման նշաններ։ Տիկին Բեատրիս, դուք լուրջ սնուցային անբավարարություններ ունեք, բացատրեց բժիշկը, վերանայելով արդյունքները։ Եվ այս դեղահաբերը, որոնք մենք գտել ենք ձեր համակարգում, որոշները թեթ հանգստացնող միջոցներ են, անքսիոլիտիկներ, որոնք նշանակված չէին։ Ինչ որ մեկը ձեզ ոչ պատշաճ կերպով դեղորայք էր տալիս, հավանաբար ձեզ շփոթված քնկոտ պահելու համար։ Էդուարդը, ով ներկա էր խորհրդակցությանը, սեղմեց բռունցքները։ Որքան ժամանակ կպահանջվի նրա ամբողջական ապաքինման համար։ Համապատասխան սնուցմամբ, խոնավացումով ճնշման ճիշտ դեղորայքով, մի քանի շաբաթ։ Բայց հոգեբանական տրավման կարող է ավելի երկար տել։ Ես նախորհուրդ եմ տալիս մի քանի սեանս ծերերի նկատմամբ չարաշահումների մասնագիտացված թերապևտի հետ։ Բեատրիսը համաձայնեց ամեն ինչի հետ։ Ամիսների ընթացքում առաջին անգամ նա զգում էր, որ վերահսկողություն ունի իր սեփական կյանքի առողջության վրա։ Վերադառնալով ագարակ, Էդուարդն ամբողջությամբ վերակազմակերպեց տան առօրյան։
Ռոզան պաշտոնապես ստանձնեց տնտեսուհու պաշտոնը, իր բնական զգայունությամբ հետ բերեց հին աշխատակիցներին, ովքեր ճանաչում հարգում էին Բեատրիսին։ Տիկին Կարինեն վերադարձավ, պատրաստելու Բեատրիսի սիրելի կերակուրները։ Պարոն Հովիկը վերսկսեց այգու խնամքը, այս անգամ Բեատրիսի հետ խորհրդակցելով յուրաքանչյուր որոշման վերաբերյալ, վերադարձնելով նրան վերահսկողությունը իր սիրելի վարդատփերի նկատմամբ։ Նույնիսկ Ջուլիան, երիտասարդ աշխատակիցը, ով ազատվել էր աշխատանքից ընթրիքի ժամանակ Բեատրիսին աղանդեր տանելու համար, նորից կանչվեց, ստանալով Էդուարդի պաշտոնական ներողությունները առատ փոխհատուցում։ Կեսօրներին մայրն ու որդին զբոսնում էին ագարակի այգիներում։ Էդուարդը հրում էր անվասայլակը, ոչ թե այն պատճառով, որ Բեատրիսին դա պետք էր, այլ այն պատճառով, որ նա դեռ հեշտությամբ էր հոգնում, նա պնդում էր, որ պատրաստ լինի։ Նրանք խոսում էին ամեն ինչի մասին, վերականգնելով տարիների մակերեսային երկխոսությունները, բացակայությունները։ Գիտեք, մայրիկ, ասաց Էդուարդը մի կեսօր, մինչ նրանք դիտում էին մայրամուտը, որը նարնջագույն վարդագույն էր ներկում երկինքը, ես այնքան տարված էի բիզնես կայսրություն կառուցելով, որ մոռացել էի, թե ինչն է իսկապես կարևոր։ Հայրիկը միշտ ասում էր, որ հաջողությունը առանց ընտանիքի պարզապես քողարկված միայնություն է։ Ես չէի հասկանում։ Հիմա հասկանում եմ։ Ձեր հայրը հպարտ կլիներ այն մարդով, որ դուք դարձել եք, Բեատրիսը սեղմեց նրա ձեռքը։ Ոչ թե գործարարով, թե նա նույնպես կլիներ, այլ այն որդով, ով վերադարձավ, երբ դա անհրաժեշտ էր։ Այն մարդով, ով ընտրեց այն, ինչ ճիշտ էր, նույնիսկ երբ դա դժվար էր։ Պետք է ավելի շուտ ընտրեի։ Պետք է նկատեի։ Բեատրիսը նրբորեն գլխով արեց։ Մենք չենք կարող ապրել, պետք է երով։ Մենք կարող ենք միայն սովորել առաջ շարժվել։ Եվ դա է այն, ինչ մենք անում ենք։ Լիվիայի հեռանալուց մեկ ամիս անց Էդուարդը զանգ ստացավ իր փաստաբանից։ Դոկտոր Մաթոսյանը նորություններ ուներ գործի վերաբերյալ։ Նրանք նստեցին Ռոբերտի նախկին գրասենյակում, որն այժմ վերականգնված էր նորից ֆունկցիոնալ, Բեատրիսը ներկա էր, ամեն ինչ լսելու համար։ Մենք կարողացել ենք հետել բոլոր փոխանցումներին, բացատրեց դոկտոր Մաթոսյանը։ Լիվիան շեղել է ճշգրիտ 432,000 դրամ 6 ամսվա ընթացքում։ Գումարի մի մասը ծախսվել է անձնական գնումների, ճանապարհորդությունների վրա, բայց զգալի գումար դեռ մնում է այն հաշիվներում, որոնք մենք նույնականացրել ենք։ Իսկ ամուսնալուծության գործընթացը, հարցրեց Էդուարդը։ Նա փորձում է բանակցել, պնդելով, որ իրավունք ունի ամուսնության ընթացքում ձեռք բերված գույքի կեսին։ Բայց անբարեխղճության ֆինանսական չարաշահումների ապացույցներով այն փաստաթղթերով, որոնք մենք գտել ենք տիկին Բեատրիսի արգելման պլանների վերաբերյալ, մենք ամուր հիմք ունենք ամուսնալուծության համար, առանց գույքի բաժանման իրավունքի։ Բացի այդ, նա ստիպված կլինի վերադարձնել ամբողջ շեղված գումարը։ Որքան ժամանակ գտի դա։ Մի քանի ամիս, միգուցե 1 տարի։ Բայց նա շատ տարածք չունի մանրելու համար։ Նրա փաստաբանները գիտեն դա։ Երբ դոկտոր Մաթոսյանը դուրս եկավ, Էդուարդը շրջվեց դեպի Բեատրիսը։ Ինչպես եք զգում այս ամենի վերաբերյալ։ Բեատրիսը մի պահ լռեց, նայելով պատուհանից դուրս, այգուն, որտեղ վարդերը նորից ծաղկում էին։ Ես զայրույթ եմ զգում, չեմ ստի։ Զայրույթ կորցրած ժամանակի, դավաճանված վստահության, հիմարի տեղ դրվելու համար։ Բայց ես նա ավելին եմ զգում։ Դադար։ Ես երախտագիտություն եմ զգում։ Երախտագիտություն, որ ես ողջ եմ մնացել, որ դու հիմա այստեղ ես, որ ես ունեմ այնպիսի մարդիկ, ինչպիսին Ռոզանը, ովքեր ռիսկի են դիմել ինձ օգնելու համար, որ ես նորից հայտնաբերել եմ իմ սեփական ուժը, երբ կարծում էի, որ ամեն ինչ կորցրել էի։ Նա շրջվեց, որդուն նայելու։ Լիվիան փորձեց ինձ ոչնչացնել, բայց նրան չհաջողվեց։ Եվ դա, որդիս, երախտագիտության պատճառ է։ Էդուարդը գրկեց իր մորը, այդ գրկում կար տարիների զղջում, սեր նորացում։ Երբ նրանք բաժանվեցին, երկուսի աչքերում էլ արցունքներ կային, բայց դրանք բուժման արցունքներ էին, ոչ թե ցավի։ Հաջորդ ամիսներին Սուրբ Հելենայի ագարակն աստիճանաբար նորից կյանքի կոչվեց։ Էդուարդն սկսեց ավելի շատ պարտականություններ պատվիրակել իր բիզնեսներում, հայտնաբերելով, որ կարող է արդյունավետորեն կառավարել իր ընկերությունը, նույնիսկ ֆիզիկապես երանից հեռու գտնվելով։ Նա հեռահար աշխատանքային կառուցվածք տեղադրեց, որոշեց ագարակը դարձնել իր հիմնական բազան։ Բեատրիսը, իր հերթին, վերադարձավ իր սիրելի զբաղմունքներին։
Նա վերսկսեց այգու խնամքը, մասնակցեց քաղաքի սոցիալական միջոցառումներին, նորից հանդիպեց հին ընկերուհիներին, որոնց Լիվիան համակարգված կերպով հեռացրել էր։ Նա նույնիսկ սկսեց օրագիր գրել, ոչ թե այն մռայլ օրերի մասին, որոնք ապրել էր, այլ այն փոքրիկ ուրախության պահերի մասին, որոնք այժմ գնահատում էր նոր ինտենսիվությամբ։ Ապրիլյան մի կեսօր, առճակատումից գրեթե 6 ամիս անց, կարևոր նամակագրություն ստացվեց։ Դա ամուսնալուծության վճիռն էր։ Էդուարդը բացեց ծրարը, մինչ Բեատրիսը դիտում էր, նրա սիրտը արագացած էր ոչ թե վախից, այլ այդ գլխի վերջնական ավարտի սպասումից։ Ավարտվեց, մայրիկ, ժպտաց Էդուարդը, կարդալով փաստաթուղթը։ Ամուսնալուծությունը տրվել է առանց գույքի բաժանման։ Նա ստիպված կլինի վերադարձնել ամբողջ շեղված գումարը, ուղումներով, տոկոսներով։ Եվ կա սահմանափակող հրաման, նա չի կարող մոտենալ ձեզ կամ ագարակին։ Բեատրիսը զգաց, կարծես հսկայական բեռ էր վերցվել իր ուսերից։ Իսկապես ավարտվեց։ Իսկապես ավարտվեց։ Այդ գիշեր Էդուարդը հատուկ ընթրիք կազմակերպեց ագարակում, ոչ թե շքեղ միջոցառում, ինչպիսիք Լիվիան էր սովորաբար կազմակերպում, այլ մտերիմ տոնակատարություն այն մարդկանց հետ, ովքեր իսկապես կարևոր էին։ Ռոզան նրա ընտանիքը հրավիրվեցին, ինչպես նա պարոն Հովիկը, տիկին Կարինեն, Ջուլիան մյուս հավատարիմ աշխատակիցները։ Դոկտոր Բորգեսյանը, դոկտոր Մաթոսյանը նույնպես ներկա էին, Բեատրիսի մի քանի մտերիմ ընկերների հետ միասին։ Սեղանը դրված էր դրսի պատշգամբում, աստղազարդ երկնքի տակ։ Մոմերը լողում էին ջրով վարդի թերթիկներով լի ծաղկամաններում։ Կերակուրը պարզ էր, բայց համեղ, պատրաստված տիկին Կարինեի կողմից սիրով մանրակրկիտ։ Կային ծիծաղներ, պատմություններ էին կիսվում, նուրբ երաժշտություն Ռոզայի որդիներից մեկի կողմից նվագվող կիթառից։ Էդուարդը վեր կացավ, կենաց ասելու։ Նա բարձրացրեց իր գինու բաժակը, սպասեց, որ բոլորն էլ նույնը անեն։ Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել այստեղ ներկա յուրաքանչյուր մարդուն։ Դուք պարզապես աշխատակիցներ կամ ծանոթներ չեք։ Դուք ընտանիք եք։ Ձեզանից յուրաքանչյուրը, ինչ-որ կերպ, օգնեց իմ մորը վերադառնալ։ Ինձ օգնեց հիշել, թե ինչն է իսկապես կարևոր կյանքում։ Նա նայեց Բեատրիսին, նրա աչքերը փայլում էին։ Մայրիկ, դուք ամենաուժեղ կինն եք, ում ես ճանաչում եմ։ Շնորհակալություն, որ չհանձնվեցիք, նույնիսկ երբ ամեն ինչ կորած էր թվում։ Բեատրիսը նույնպես վեր կացավ, իր բաժակը բռնած։ Շնորհակալություն, որդիս։ Եվ շնորհակալություն բոլորիդ։ Ես անցա մի մթության միջով, որը երբեք չէի պատկերացնի հնարավոր։ Բայց ես հայտնաբերեցի, որ նույնիսկ ամենախորը մթության մեջ միշտ լույս կա։ Երբեմն այդ լույսը գալիս է այնտեղից, որտեղից ամենաքիչն ենք սպասում։ Նա նայեց Ռոզային, ով զգուշորեն սրբում էր արցունքները։ Հավատարիմ ընկերուհուց։ Որդուց, ով վերադարձավ, երբ նրան ամենից շատ էի պետք։ Բարի մարդկանցից, ովքեր ընտրեցին անել այն, ինչ ճիշտ էր, նույնիսկ երբ դա դժվար էր։ Նա ավելի բարձր բարձրացրեց բաժակը։ Կենաց ճշմարտությանը, ընտանիքին նոր սկիզբներին։ Բոլորը բարձրացրին իրենց բաժակները, կենացի ձայնը արձագանքեց աստղազարդ գիշերում։ Ընթրիքից հետո, մինչ հյուրերը աշխույժ զրուցում էին, Էդուարդը Բեատրիսը քայլեցին դեպի այգի։ Նրանք կանգնեցին նոր ծաղկանոցի դիմաց, որը Էդուարդը գաղտնի տնկել էր։ Հիշո՞ւմ եք, թե ինչ արեց Լիվիան ձեր դեղորայքի հետ, հարցրեց Էդուարդը, մատնացույց անելով ծաղկած ծաղկանոցը։ Նա դրանք թաղեց այդ ծաղկամաններում։ Այնուհետ ես մտածեցի այդ վայրը դարձնել ինչ-որ նշանակալի բան։ Բեատրիսն ավելի մոտիկից նայեց ծաղկանոցին, ծաղիկների մեջ տեսավ մի փոքրիկ բրոնզե ցուցանակ։ Նա կարդաց փորագրված մակագրությունը, այստեղ ծաղկում է ճշմարտությունը, որը չլրացվեց։ Արցունքներ հոսեցին նրա դեմքով, բայց դրանք լավ, մաքրող արցունքներ էին։ Օ, Էդուարդ։ Դա հիշելու համար է, նա նրբորեն ասաց, գրկելով նրան։ Հիշելու համար, որ ձեր ձայնը կարևոր է։ Որ ձեր ճշմարտությունը կարևոր է։ Որ դուք կարևոր եք։ Նրանք այնտեղ մնացին երկար րոպեներ, մայր որդի, դիտելով, թե ինչպես են ծաղիկները նրբորեն ճոճվում գիշերային զեփյուռի տակ։ Սուրբ Հելենայի ագարակը նորից խաղաղության մեջ էր։ Ուրվականները վտարվել էին, վերքերը բուժվում էին, նոր գլուխ էր սկսվում, գրված ոչ թե մանիպուլյացիայով։ Վերահսկողությամբ, այլ սիրով, ճշմարտությամբ մի կնոջ անկոտրում ուժով, ով հրաժարվում էր լռեցվել։ Երբ նրանք վերադարձան պատշգամբ, երեկույթը շարունակվում էր։
Ռոզան սկսել էր զվարճալի պատմություններ պատմել ագարակում աշխատելու առաջին օրերի մասին, երբ պարոն Ռոբերտը դեռ կենդանի էր իր հայտնի կատակներն էր անում։ Բոլորը ծիծաղում էին, Բեատրիսը միացավ ծիծաղին, իրեն իսկապես կենդանի զգալով երկար ժամանակի ընթացքում առաջին անգամ։ Գիշերն անցավ զրույցներով, երաժշտությամբ, անկեղծ ուրախությամբ։ Եվ երբ բոլորը վերջապես հրաժեշտ տվեցին ագարակը նորից լռության մեջ էր, Բեատրիսը բարձրացավ իր սենյակ, այլս ոչ թե բանտարկյալ, այլ իր սեփական կյանքի տիրուհին։ Նա ամբողջությամբ բացեց վարագույրները, թույլ տալով, որ լուսնի լույսը ներթափանցի սենյակ, խաղաղ քնեց, իմանալով, որ արածակը կբերի ազատությանս մեկ օր, իր սեփական պայմաններով ապրված կյանքիս մեկ օր։ Սիրելի ունկնդիրներ, հուսով ենք, որ Բեատրիսի Էդուարդի պատմությունը խորապես դիպել է ձեր սրտերին։ Այս պատմությունը մեզ սովորեցնում է, որ ճշմարտությունը միշտ ճանապարհ է գտնում բացահայտվելու, որ երբեք ուշ չէ կապերը վերականգնելու մեր արժանապատվությունը վերականգնելու համար։ Եթե այս պատմությունը արձագանքեց ձեզ, մի մոռացեք բաժանորդագրվել մեր ալիքին ակտիվացնել զանգակը, որպեսզի բաց չթողնեք մեր պատրաստած հուզիչ պատմություններից ոչ մեկը։ Թողեք ձեր հավանումը, եթե Բեատրիսը ձեզ ոգեշնչել է իր ուժով տոկունությամբ։ Եվ մեկնաբանություններում մենք շատ կցանկանայինք իմանալ, դուք երբեք ականատես եղել եք կամ ճանաչում եք մեկին, ով անցել է ընտանեկան մանիպուլյացիայի իրավիճակի միջով։ Ինչպես են նրանք հաղթահարել։ Ձեր պատմություններն օգնում են մեզ ստեղծել աջակցության փոխըմբռնման տարածք։ Այս հուզական ճանապարհորդությունը շարունակելու համար մենք պատրաստել ենք հատուկ երգացանք, նույնքան գրավիչ պատմություններով։ Գտեք դրանք, սեղմելով այստեղ կողքին։ Ամեն օր մենք ներկայացնում ենք եզակի պատմություններ, որոնք ուսումնասիրում են մարդկային հարաբերությունների բարդությունը, ճշմարիտ սիրո ուժը, ճշմարտության զորությունը։ Մի բաց թողեք մեր հաջորդ բովանդակությունը։ Մինչ հաջորդ պատմությունը, հիշեք, ձեր ձայնը կարևոր է, ձեր ճշմարտությունը կարևոր է, դուք կարող եք։